եթե ուզում ենք ապրենք, այս հողում պիտի կռվենք, ուրիշ վարիանտ չկա, եթե չկռվենք, կգա մեզ կսպանեն, մենք պիտի կռվենք, մի վերջ կռվենք, որպեսզի մեր Հայաստանի, մեր հայկական, պատմական հողերը, որտեղ որ լինի թուրքի ձեռին մեզ 3-4 անգամ, 5 անգամ մեծ հողեր ունենք, պիտի վերցնենք, պիտի մենք կազմենք Հայաստան, մեծ Հայաստան։ Արկադի Զաքարյանը, Ագոն, լույս աշխարհ եկավ 1955 թվականի դեկտեմբերյան մի օր, ամսի 18-ին։ Ապագա հերոսը Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից էր։ 1990-ից 94 թվականներին Ագոն ոչ մի րոպե չհեռացավ Մարտի դաշտից։ Իր հրամանատարությամբ կամավորների ջոկատը մասնակցեց Արցախի Մարտունու շրջանի գյուղերի ինքնապաշտպանական եւ Մարտակերտի, Ֆիզուլիի, Աղդամի ու այլ շրջանների ազատագրական մարտերին։ 1992 թվականին Ագոն ծանր վիրավորվեց, տեղափոխվեց Երևան։ Ապաքինվելուց հետո անմիջապես վերադարձավ ռազմաճակատ։ Մեր հերոսներին, որ մենք ուզում էինք հիշատակել մեր Անդրանիկին, մեր Դրոյին, մեր Նժդեհին, դպրոցներում չեն թողում, որ իրանց մասին խոսենք, բայց մենք պիտի դասերակենք մեր սերունդին, որ պիտի խոսենք Վարդանի նմաններին, Աշոտի նմաններին, Արմենի նմաններին մասին պիտի մենք խոսենք ու այնպես անենք, որ մեր երեխերքը չմոռանան։ Կանխազգացում ուներ, ասում էր, ափսոս գնալու եմ, անհելիքներս շատ են, բայց գնալու եմ։ Գնալուց առաջ կանխազգացումը նրան տարավ տուն, վերջին անգամ գրկեց կրտսեր որդուն ու ասաց, եթե ողջ մնամ, կգամ։ Եկալես բալա, հա, եկալում ջանա, եկ մոտ խտտին կինա, մոտ հայդի, մոտը։ Տեպիկ է։ Իսուս բալ։ Շկա։ Նվաց է պրծես։ Նավայ, լավ կացի։ Գելական եմ, ժիվը բուդու պրիդու։ Հոլը հաջող օլը, պապուն հաջող։ Հուրո, հաջող։ Դոնգի ես է։ Դավայ։ Բարի ճանապարհի ջուրն էլ չօգնեց։ Աղնել կարող է մենք չլինենք, բայց պիտի մենք մեր սերունդին են ձևը դաստերակենք, որ ինչքան մենք ապրենք, այնքան պիտի կռվենք։ 1994 թվականներ, մայիսի 17-ը, խաղաղ մի օր։ Որոշեց սովորականի նման ստուգել դիրքերը, լռության մեջ ընդամենը մեկ կրակոց հնչեց, որն էլ բաժին հասավ Ագոյին։ Ազգի համար զոհվելը ու հայրենիքի համար զոհվելը դա պատիվ է։